Սիրելի հայրենակիցներ, 15 րոպե տևած մեր զրույցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչի հետ հաստեցինք 3-4 կարևոր կետ։ Այս մարդիկ մինչ այս պահը ընտրություններից անցել է մի քանի օր, չունեն վերջնական արդյունքներ, չունեն վերջնական տվյալներ, սա իրանց ասած բառն է։ Իրենք սպասում են վերջնական տվյալների։ Չունենալով վերջնական տվյալներ, քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ի գիշերը, հունիսի 8-ի առավոտյան ասում էր հաղթել է։ Հիմա փաստենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ասում է դեռ մենք վերջնական տվյալներ չունենք։ Երկրորդը փաստեցինք, որ իրենք հայտարարել էին նախագահ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 59 ձայնով չի հաղթահարում Շեմը։ Այս մարդիկ մեր այս մի պնդումն էլ ընդունեցին, որ մենք գտել ենք այդ 131 ձայնը, որը որ 59-ից, եթե գումարում անում նորմալ իմանան, մի քանի անգամ իրենք չէ, տարբեր քաղաքացիական պայմանագրի փոքրիկ ներկայացուցիչներ։ Իմանան, որ անցել եք։ Սա էլ փաստեցին, այս մարդիկ ասեցին, այո, ձեր թվերը կներառեն մեջը եւ իրենց ասած 50-ի փոխարեն 131-ը արդեն տվել են։ Երրորդ ամենակարևորը ինչն է, իրենք ասում են հանրային ճշտում է եղել, երկու տեղամասում, տարբեր տեսանյութերը, տարբեր լրատվականներում եղել, մարդիկ ճշտում են գործատել մեր վրա եւ մենք այդ երկու տեղամասի թվերը ընտրությունը չեղյալ ենք հայտարարել, բայց եւս փաստեցին, որ այդ ամեն ինչի մեղավորը ոչ թե մենք ենք, ընդդիմությունն է, այդ 500 քանի հազար մեր հայրենակիցներն են, այլ իշխանությունն է, որովհետեւ իշխանության թույլտվության արդյունքում այս երկու տեղամասում երեկոյան 20:00-ից հետո մեր զինվորները գնացել են ու քվեարկել են։ Ոչ մեկ չէ կարող ընդդիմությունից այդ անել։ Այդ արել է իշխանությունը ու այդ արել է նորմալ, գիտակցված, որ հետո այս պահին հասնի։ Այս մարդիկ դա էլ ընդունեցին։ Հիմա այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մեզ խնդրում է ուղղակի։ Խնդրում ասում է սպասեք 1 օր, մենք ձեզ վստահեցնում ենք, այդ թվերը կա։ Իսկ ինչն է ամենակարևորը։ Ամենակարևորը, որ իրենք արդեն երեկոյան գիշերը երեք հապչև, այնպես են արել, որ այդ ընտրատեղամասի ամբողջ արդյունքները անբավեր ճանաչվի։ Հակառակորինական է, իրենք էլ են դա ասում, եթե դա վերջնական որոշում եղավ, այդտեղ լինելու է նորից քվեարկություն։ Մեր 2100 ավել մեր 2600 մեր բնակիչները իրենք ընդունում են, որ այո, իրենց ապօրինի զրկել են իրանց ձայնի իրավունքից։ Պետք է նորից քվեարկություն անենք։ Միանշանակ, որ ով համաձայն։ Պատճառաբանում է, որ կոլեգիալ մարմին է եւ մենակով չեն կարող պատասխանել։ Ինքը ասում է մենակ ես եմ ներկայացուցիչ, մենք կոլեգիալ Կիրակի օրը մենք բոլորը հանրության առաջ բոլորի առաջ կասենք, բայց ես վստահեցնում եմ, այս կռիվը քաղաքացիական պայմանագիրը տանում է միայն որ Բարգավաճ Հայաստանը չանցնի եւ ինքը ունենա համանդական մեծամասնություն։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Դա է պատճառը, որ իրենք վերջնական պատասխան չեն։ Պատճառաբանելով, որ կոլեգիալ մարմին